կարող եմ ասել միանշանակ, որ սա բացառապես ներքին ուզումի արտահայտություն է, այն է երիտասարդները, որոնք բավականին լուրջ տեսնում են, թե ինչ սոցիալական խնդիրների առաջ է կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որոնք ժամանակին պայքարել էին տրանսպորտի թանկացման դեմ, հասկացան, որ եթե գազն էլ թանկանա, ապա դա բավականին լուրջ ազդեցություն կունենա առանցնել բավականին լուրջ օրվա հացի խնդիր ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա։ Եվ նախաձեռնել է շարժումը, ընդ որում ես այս օրերի ընթացքում տեսա, որ ցանկություն կա, ինչու՞ չէ, եւ հայաստանյան քաղաքական ուժերի, որոշ քաղաքական ուժերի, ինչու՞ չէ նաեւ չի բացառում, որ դասի ուժերի կողմից, ինչու՞ չէ նաեւ իշխանությունների կողմից, որ որոշակի ազդեցություն եւ ուղղվածություն կարողանան հաղորդել այս շարժմանը, բայց ի պատիվ նախաձեռնող խմբի, ի պատիվ այն ակտիվիստների, որոնք ներգրաված են այս շարժման մեջ, նրանք բոլոր պարագաներում ձեռնպահ են մնում, ասում են, որ իրանց խնդիրը շատ հստակ խնդիր է եւ իրենք պայքարում են այդ խնդրի լուծման կարգավորման համար։ Այն է կարելի այսօր միանշանակ ասել, որ որևէ մեկի կողմից չի ուղղորդվում եւ չեմ էլ կարծում, որ որևէ մեկ այսօր հնարավորություն ունի այս տղաների արկայության բարակայում նախաձեռնություն վերցնել իր վրա, շատ լավ է, որ այստեղ որևէ հակատրամադրություն չկա, այն է հակաարևմտյան, հակառուսական կամ պրոռուսական, պրոամերիկյան, պրոեվրոպական, չնայած նման ցանկություններ գուցե որոշակի քաղաքական ուժեր ունեն, բայց ի պատիվ տղաների իրանք որևէ նման կարգի ուրեմն հորդորների չեն տրվում եւ շատ հստակ դրել են իրանց խնդիրը եւ կարծում եմ, որ ժամանակն է, որ հանրապետության նախագահան արդեն իսկ արձագանքի, որտեղ կառավարության երեկվա հայտարարությունը արդեն նշանակում էր, որ կառավարությունը ճիշտ ճանապարհ չի տեսնում, կարծում եմ կարող է հանրապետության նախագահան միջամտել եւ հանձնաժողովը նոր աուդիտ նշանակելով չեղարկել այն որոշումը, որ հիմա կա, վերադարձնել նախնական վիճակի, որից հետո ժամանակի ընթացքում լուրջ ստուգումներից հետո այս վստահ եմ ոչ միայն կարելի է պահպանել այսօրվա գինը, այլ ընդհանրակը էլեկտրաէներգիայի գինը ավելի իջեցնել։ Նույնիսկ այս փողոցի փակումը, որը պետք է ազնվորեն խոստովանել, որ իրավական դաշտում չէ, բայց կարծում եմ այստեղ էլ իշխանությունները եւ շարժումը որոշակի փոխմբռնման թեկուզ ոչ համաձայնեցված եկել են շատ ողջունելի է ոստիկանության պահվածքը, եթե իհարկե նրանք մինչև վերջ շարունակեն այս ոճով, առաջի օրվա ոճը շատ անընդունելի ոճ էր, երևի իրանց կողմից էլ պետք է աշխատեն, որ որևէ սադրանք չլինի, շատ լավ է, որ ասում նոր մի քիչ առաջ է ցանցապես տղաները դիմեցին ոստիկաններին եւ կանխեցին արկա սադրանքը։ Շատ լավ է եւ ողջունելի է։ Պարոն Իսագուլյան, բայց ըստ ձեզ իրենք պայքարի ճիշտ ձև են ընտրել, հաշվի առնելով, որ բացառում են որևէ բանակցություն իշխանությունների հետ։ Հիշենք, որ Սերժ Սարգսյանն էր առաջարկել 5 հոգանոց կազմով հանդիպել նրա հետ, սակայն մերժում ստացավ ակտիվիստների կողմից, ճիշտ է դա բանակցությունների չգնալը։ Հիմա գիտեք, այստեղ եկեք զուտ իրավաբանական տեսանկյունից եւ նաեւ քաղաքական տեսանկյունից, եթե մեկնաբանենք տղաները նախ շատ լավ է, որ քաղաքականացված չեն եւ իրենց համար նախորդ փորձերը, որոնց իրանք հետեւում են, տեսնում են, որ ոչ մի նման կարգի ուղղակի բանակցությունը արդյունք չի տվել եւ այն մոդելը, որ առաջարկում են, բնականաբար ես լինելով ազգային անվտանգություն կուսակցության նախագահ չեմ կարող ասել, որ ճիշտ է, որ հանրապետության նախագահան ինքը գա բոլոր ցուցարարների ներկայությամբ վարի որոշակի բանակցություններ, որտեղ մենք դի նկատի ունենք, որ պետության գլխի անվտանգությունը շատ կարևոր խնդիր է եւ այստեղ իրավունք էլ չունենք նման առաջարկ անել։ Բայց այն ձևը, որ առաջարկում են նախաձեռնող տղաները, այն է հասարակությունը հավաքվի Բաղրամյան 26-ի դիմաց, որից հետո իրանք կմտնեն ներս եւ 3 առնվազն 3 հեռուստականալների ուղիղ եթերի ընթացքում կվարեն բանակցություններ, կարծում եմ սա ընդունելի տարբերակ է եւ շատ կարեւոր է, որտեղ ես տեսնում եմ, որ այս տղաները եթե որևէ բան երաշխավորում են, ապա իրենց երաշխավորությունը կատարում են, խոստումը կատարում են։ Ես չեմ կարծում, այնտեղ եւ իրավաբանների եւ իրենց համագործակցությամբ կարելի է բացառել ցանկացած սադրանք, գնալ այդ զրույցին եւ այդ զրույցի ընթացքում ես նաեւ վստահ եմ եւ ուզում եմ հավատալ, որ հանրապետության նախագահան իրավիճակի ամենաճիշտ լուծումը տալու համար այն է պետք է ուղղակի, որ լինելով Սահմանադրության եւ օրենքների հիմնական գարանտը կարող է
գալ մի լուծման, որտեղ հանձնաժողովը պետք է չեղարկի իր կայացած որոշումը եւ վերնարդառնա նախնական դիրքին, որից հետո կարծում եմ ժամանակավոր դադար կլինի փոխադարձ ճիշտ է, չեմ բացառում, որ հետագայում երիտասարդները փորձելու են նաեւ այլ կարգի սոցիալական խնդիրների լուծման հարցը բարձրացնել եւ եթե այս ձևը մեթոդը արդյունք տա, ապա կդիմեն նույն մեթոդին, դա իշխանությունների մտավախություն է պատճառում, բայց ժամանակն է, որ իշխանությունները հասկանան մի բան, որ ցանկացած պատասխանատու անձ, որը ինչ-որ պաշտոնես զբաղեցնում, պարտավոր է իր պոստում աշխատել, ոչ թե այդ ընթացքում հալանել պետությունը սեփական հաճույքներն ու վայելքները անցկացնել։ Պարոն Իսագուլյան, երեք վարչապետը, ինչպես նշել է, կառավարության նիստում հայտարարությամբ հանդես եկավ, որ չեն փոփոխելու իրենց որոշումը սակագինը բարձրացնելու եւ նաեւ մեղմացնելու, օրենքը մեղմացնելու նախագծով հանդես եկավ անապահով ընտանիքներին ամսական 2000 դրամի չափով նպաստ հատկացնելու։ Ես կարծում եմ հակառակը պետք է անել, պետք է կառավարության բոլոր անդամներին ամսական 2000 նպաստ տալ, որտեվ դա հաճ է, երբ որ իրանք 105,000 ընտանիքի համար կամ իրենց ասելով մոտ 300-400,000 մարդու համար օրական մի 100 դրամ ոնց որ մուրացկանին փող տա։ Կառավարության անդամներին ամեն մեկին պետք է ամսական 2000 դրամ փող տալ, որտեվ նրանք այնքան են թալանել, որ 100 սերունդ դեռ կարող են ապահովել առանց աշխատելու, ամոթ է։ Կառավարության ղեկավարը վարչապետը նման հայտարարություն է անում, կարծես փորձելով մեղմել այն խնդիրները, որ այսօր առկա են։ Հիմա նման հայտարարությունից հետո պարոն Իսագուլյան, ինչքանով է իրատեսական, որ պայքարը որևէ հաջողության կհասնի։ Ես կարծում եմ նախագահան շատ հստակ կարող է ասել, որ Հովիկ ջան սիրուն չի եւ Հովիկը շատ հանգիստ կնստի իր տեղը։ Բայց կասի նախագահան արդյոք։ Ես կարծում եմ, որ ուղղակի այլ լուծում մենք չենք տեսնում։